Արդյոք Նիկոլ Փաշինյանը կհայտնվի Բաքվի դատարանի առաջ, Բաքվի բանտից հերթական ուղերձն է հնչել, ինչ է նշանակում ցուցահանդեսից պապիկ տատիկի նկարի հեռացնելը Երևանում, ինչպիսի խորհրդարան է ձևավորվում եւ արդյոք Արցախի թեման ու Արցախի դրոշները կմնան Հայաստանի Հանրապետության նոր ազգային ժողովում։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, սրանք այսօրվա հիմնական թեմաներն են, բայց մինչ սկսելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի բոլոր բաժանորդներին, եթե դեռ չեք բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ, իսկ այս նախաձեռնությանը աջակցելու համար շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին։ Բաքվի բանտից հերթական ուղերձն է հնչել, այս անգամ խոսել է գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, նա դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջելով հրապարակային արձագանքել ադրբեջանական մեղադրանքներին, ըստ Մանուկյանի, եթե Հայաստանի վարչապետը լռի, ապա դա կարող է ընկալվել որպես համաձայնություն այդ մեղադրանքների հետ, նրա համոզմամբ Բաքվում դատում են ոչ թե 15 հայի, այլ ամբողջ հայ ժողովրդին։ Այդ դատական գործընթացը ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի եւ դատավճիռի այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Իհարկե, այս բոլոր շինծու եւ կեղծ առաջ քաշված մեղադրանքների մասով ես եւ իմ գործընկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդի եւ հայոց պետականության։ Այս պահին խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, մեզ առաջադրված կեց մեղադրանքներից մեկի, համաձայն այս երկրի քրեական օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածների մասով, ըստ որի 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման եւ վարման ձևակերպումով, չնայած մեր բերած բոլոր աներկելի ապացույցները եւ փաստերը, դրանից բացի այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում, բայց եւ այնպես, քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ գերագույն հրամանատարը, ես պատերազմի պլանավորումը սկսում հենց այդ օղակից։ Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Հակառակ չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքների։ Դրանովից մեղսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Հույսով եմ, նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել։ Դրանից բացի, ակնկալում եմ իմանալ մեր այստեղ գտնվողների կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է։ Ժամանակից ուղղության պատճառով ես այսքանը կխոսեմ, առայժմ ձեր հետ կիսվեց Դավիթ Մանուկյանը։ Արդյոք պատասխան կլինի, չգիտեմ, ավելի ճիշտ դժվար թե պատասխան լինի, բայց փաստն այն է, որ Բաքվից հնչող յուրաքանչյուր նման հայտարարություն հերթական անգամ հիշեցնում է այս դատավարությունները, այսպես ասած, վաղուց միայն իրավական գործընթաց չեն, դրանք իրավական գործընթաց չեն եղել նաև ի սկզբանե, դրանք նաև քաղաքական եւ քարոզչական գործիք են։ Արդյոք պատկերացնում ենք, թե ում եւ ինչի համար են ծառայում այդ քարոզչական գործիքները այսօր։ Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց արդյունքը դրանից, հավատացեք, չի փոխվի։ Երևանի առաջինատյանի դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի քյոխի հայցը ընդդեմ Ռոման Բաղդասարյանի։ Դատարանը պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել այն հայտարարությունները, թե քյոխը զինվորներից սնունդ է գողացել, նրանցով եւ ծարավի է մատնել, նվաստացրել կամ ատել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկած զինվորներին։ Բացի դրանից դատարանը սահմանել է նաեւ 100,000 դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Սա միայն իրավական պատմություն չէ, ավելի խորքում կա ավելի ուրիշ խնդիր, ըստ էության ոչ պակաս, գուցե հենց ավելի վտանգավոր։ Վերջին տարիներին արցախցիների հասցեին ցանկացած ծանր մեղադրանք շատ արագ լսարան է գտնում հայաստանյան դաշտում։ Երբեմն նույնիսկ ապացույցներ որոնել պետք չեն, բավական է միայն մեղադրանքը հնչի։ Իսկ հակառակը փաստերով պաշտպանել մարդուն դարձել է ոչ այնքան շահավետ զբաղմունք, որովհետև կարող ես հաջորդ թիրախը ինքդ դառնալ։ Քյոխին կարելի է տարբեր հարցերում մեղադրել, գուցե քննադատել, բայց նրան զինվորի հացը գողանալու մեջ մեղադրելը
դատարանը համարեց իրականությանը չհամապատասխանող։ Արդյոք դա որևէ մեկին զարմացրեց, չեմ կարծում, որովհետև նույն քյոխին ճանաչողները լավ գիտեն, որ նա ավելի շատ հոգ էր տանում, որ զինվորները, այսպես ասենք, հացի կարիք չունենան։ Այդ որոշումը շատերի համար գուցե ուշացած էր, բայց ըստ էության կարևոր։ Արցախի թեմայից վախենալու հերթական դրվագն էլ տեսանք օրեր առաջ։ Սոցցանցերում լայն տարածում գտավ տեղեկությունը, որ Երևանի անուշավան Տեր Ղազախևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցադրությունից հեռացվել է 10-ամյա երեխայի նկարած «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի պատկերը։ Տեղեկությունը փաստացի չհերքվեց, արդյունքը սակայն ստացվեց հակառակը։ Երեխայի նկարի համար նույնիսկ բարեգործական աճուրդ կազմակերպվեց օնլայն և դրա արժեքը արդեն հասել է մոտ $4500։ Երբեմն մի նկարն ավելի մեծ աղմուկ է բարձրացնում, քան տասնյակ պաշտոնական հայտարարությունները։ Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը կամ նախարար ներկայացության հանձնարարել, որ երեխայի նկարը ցուցահանդեսից հեռացնեն։ Գուցե վաղը պարզվի, որ իսկապես նման հանձնարարություն եղել է, բայց հույս ունեմ, որ ամեն դեպքում նման բան չի լինի և մենք չենք հասել ազգովի այդ մակարդակին։ Ամեն դեպքում հարցն այն է, որ միջին կամ ներքևի օղակի պաշտոնյան երեխայի նկարը հեռացնելով կարող է համոզված լինել, որ a. անպատիժ է մնալու և b. դա ղեկավարությանը դուր է գալու, իսկ դա արդեն վատ է։ Ես կասեի, դա անգամ վտանգավոր է։ Հայաստանը պատրաստվում է դիմավորել խորհրդարանի նոր կազմին։ Ինտրիգ, ըստ էության այլևս չկա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է 105 մանդատ, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 64, ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Ոչ մի քաղաքական ուժ, ինչպես և շատերը ակնկալում էին, չհրաժարվեց մանդատներին, բոլորն էլ գնում են ազգային ժողով աշխատելու հանուն հայոց փրկության։ Ոչ ոք Հայաստանից չհեռացավ, ոչ ոք չկախվեց, ոչ ոք քաղաքականությունից դուրս չեկավ, չնայած քարոզարշավի ժամանակ տարբեր հայտարարություններ քաղաքական տարբեր գործիչներից լսել ենք։ Այդ գործիչներից շատերին այսուհետ ստիպված ենք լինելու նորից տեսնել էկրաններին ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակով։ Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը պատգամավոր չեն լինելու։ Իրականում այստեղ էլ ինտրիգ և անակնկալ չկար, նրանք երբեք էլ շարքային պատգամավոր դառնալու նպատակ չեն ունեցել և դա չեն էլ թաքցրել։ Եղան նաև ինքնաբացարկներ, անուններով չեմ ծանրաբեռնի ձեզ, ամենայն հավանականությամբ այսօր և նախորդ օրերին ինքնաբացարկ հայտնածներից շատերին շուտով այլ պաշտոններում կտեսնենք։ Ինչպես ասում են, քաղաքականության մեջ ոչինչ չի կորչում, պարզապես փոխում է հասցեն ու գինը։ Նոր խորհրդարանը մեկ առանձնահատկություն հաստատ կունենա՝ երկար ընդմիջումից հետո ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կրկին կլինեն արցախցի պատգամավորներ։ Հիշողները կհիշեն, որ 90-ականների սկզբին Հայաստանի խորհրդարանում, օրենսդիր մարմնում, այն ժամանակ Գերագույն խորհուրդ, եթե չեմ սխալվում, արցախցի պատգամավորներ եղել են։ Եվ այսպես 90-ականներից տասնամյակներ անց նորից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում կունենանք արցախցի պատգամավորներ։ Քաղաքացիական պայմանագրի ցուցակում արցախցի պատգամավոր կարծես չկար, եթե լիներ, վստահ եմ հիմա հայրենասիրական թևը նրան անարգանքի սյունին մեխած կլիներ։ Դե սա էլ երեխայի նկարը ցուցահանդեսից հանելու հակադիր բևեռն է, ըստ էության ոչ պակաս վտանգավոր։ Բայց սա թողնենք, պատգամավորների թեման շարունակենք։ Ուժեղ Հայաստան դաշինքից խորհրդարան է անցնում Արեգա Հովսեփյանը։ Հանրային գործունեությունը և նրա ակտիվությունը հաշվի առնելով դժվար է պատկերացնել, որ նորընծա պատգամավորը խորհրդարանում կլռի Արցախի թեմայով։ Հայաստան դաշինքում էլ պատգամավոր կլինի Արցախից, իդեմս Լևոն Քոչարյանի, այո, չենք մոռանում, որ նա ևս արցախցի է։ Այսինքն անկախ նրանից, թե Արցախի դրոշները կմնան խորհրդարանում, թե ոչ, Արցախի թեման հաստատ մնալու է, բայց իսկապես հետաքրքիր է, արդյոք դրոշները մնալու են ազգային ժողովում։ Եվ անկեղծ ասած, այստեղ մեծ լավատեսության հիմքեր չեմ տեսնում։ Իշխանությունը շարունակելու է ցանկացած հարմար առիթով հիշեցնել նախկիններին, թալանը և անցյալը,
ընդդիմությունն էլ երբ այլ օրակարգ չունենա, հերթական անգամ կվերադառնա Արցախին։ Երկու կողմերի համար էլ սա ամենաէժան քաղաքական ռեսուրսներից մեկն է ցավոք եւ ընդամենը, իսկ հասարակությունը ամեն անգամ այս բանավեճերից հետո ստիպված է լինելու հերթական ալիքն ապրել փոխադարձ մեղադրանքների եւ նոր բաժանումների՝ սև ու սպիտակ, արցախցիներ ու հայաստաններ, նախկին ու ներկա, լավ ու վատ։ Այնպես որ դիմացեք, առջևում խորհրդարանական հետաքրքիր քննարկումներն են։ Ներքաղաքական կյանքում նույնպես անակնկալներ չեն երևում։ Գագիկ Ծառուկյանի գործը շարունակում է առաջ ընթանալ իր ընթացքով, սակայն փողոցներում այնպիսի հանրային աջակցություն չի նկատվում, որը կարող է իրավիճակ փոխել հօգուտ Ծառուկյանի, չնայած վերջին շրջանում նման մի քանի փորձեցին իրականացնել։ Միևնույն ժամանակ դատախազությունը նոր միջնորդություն է ներկայացրել նաև Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը սա հերթական քաղաքական հետապնդումն է համարում եւ նույնիսկ նշում է, որ չի էլ տեղեկացվել, թե կոնկրետ ինչ քրեական վարույթի մասին է խոսքը։ Բայց այստեղ ամենակարևորը ոչ թե քրեական վարույթի թեման է, այլ մեսիջը, որը իշխանությունը հղում է ընդդիմությանը։ Իշխանությունը կարծես հասկացնում է, որ ոչ մի ընդդիմադիր չի կարողանալու հանգիստ աշխատել որպես պատգամավոր եւ այս ամենը կարծում եմ նաեւ հասցեատերերն են լավ պատկերացնում ու այսօր ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը ըստ էության փորփրում են սեփական անցյալը եւ փորձում գուշակել, թե երբ են գալու իրենց հետևից, այնպես որ մանդատ ստանալը մի բախտ է, այդ մանդատը վայելելը բոլորովին այլ։ Նոր գումարման ազգային ժողովի առաջին նիստը նշանակված է օգոստոսի 2-ին առավոտյան ժամը 10-ին։ Օգոստոսի 2-ը կիրակի է, այնպես որ եթե քաղաքական սերիալներ սիրում եք, պոպկորնը պատրաստեք ու սպասենք ազգային ժողովի առաջին նիստին։ Արտաքին քաղաքականության մեջ եւս կարծես կտրուկ շրջադարձեր առայժմ չեն նշմարվում։ Բեռլինում գտնվող Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին եւ ստացել դրական պատասխան։ Նա նաեւ խոսել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների եւ էներգետիկ համագործակցության մասին, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հերթական անգամ ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հարցերը կարևոր են թե Գերմանիայի եւ թե Եվրամիության համար։ Ինչու անդրադարձա Ադրբեջանին։ Հարցն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը խաղաղության անխախտ կուրսի կողմնակիցն ու կրողն է։ Ալիևն էլ խոստացավ ինքն էլ խաղաղությանը դեմ չէ, այնպես որ չեմ կարծում, թե առաջիկայում այդ կուրսը կփոխվի, եթե ֆորս մաժոր չլինի։ Միևնույն ժամանակ Ալիևը Բեռլինից հասցրեց նաև ուղերձ հղել Մոսկվային, ավելի ճիշտ հերթական անգամ կծել Մոսկվային, հայտարարելով, որ Ռուսաստանը այլևս նախկին ծավալներով ի վիճակի չի էներգակիրներ մատակարարել իր գործընկերներին։ Ուշադրություն, որովհետև Ռուսաստանը պարբերաբար կորցնում է իր ենթակառուցվածքները եւ չի կարող պարզապես ֆիզիկապես ապահովել այդ էներգակիրների հոսքը դեպի իր գործընկերները։ Հետաքրքիրն այն է, որ նման հայտարարություն Ալիևը կատարում է այն ժամանակ, երբ ընդամենը մի քանի օր առաջ Մոսկվայում էր Ադրբեջանի արտգործնախարարը եւ կարծես թե գոնե արտաքինից կարողացել էին միմյանց հետ լեզու գտնել, բայց եթե Եվրոպայում նման հայտարարություն հնչում է, ուրեմն ամեն ինչի մասին չէ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կարողացել են պայմանավորվել։ Ինչպես ասում են, կենացները քաղցրանում են, իսկ թե ավելի մանրամասն ինչի մասին է խոսքը, հուսով եմ կիմանանք առաջիկա շաբաթների ընթացքում։ Այսքանը, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։